Բեռնատարի վարորդները այսօր կրկին ակցիա են իրականացնում, քանի որ նշեցին, որ նախորդ անգամ իրենց պատասխանը չբավարարեց էկոնոմիկայի նախարարին։ Այժմ, երբ նամակը տակ ու հանդիպում ունենաք, ինչ եք ակնկալում, կոնկրետ քայլեր։ Սպասում ենք տնենք մեր ղեկավարությունը ինչ է որոշում, ինչ է ուզում անի։ Սենց բոլորս, որ սենց սաղ շոֆերները դեպորտացիա ասենք, եղած գանք, ժողովրդի վերջը ոնց ալելու բա։ Իհարկե։ 5 տարով։ Էլի 3 օր է անցել։ Չէ, մի օր, չէ, իմս 130 օր անց է։ Այսինքն 90 սահմանվածից 90 սահմանվածից հələ 40 օրը ավելի մտ անցել է։ Իսկ ինչպես եք իմացել այդ մասին, Իմացել ենք, եկել ենք 20,000 փողեն ուզել չենք տվել, տալ են բաժին, մի սուտկա պահել են, հետո զապերտը տվել են, հələ եկել ենք։ Դուք եք կարծում, որ գլխավոր մեղավորը հենց կառավարությունն է, այսինքն կառավարությունը իր քայլերը չի արել, որ այս վիճակը Միանշանակ այդպես է, կառավարությունը ինչի համար է, եթե կառավարությունն է, ուրեմն պետք է ինքը իր ժողովրդի հարցը լուծի, չէ՞, առանց հարցը լուծելու։ Եթե այսքան շոֆեր դուս է մնացել, բայց ժողովուրդը այս մեր երկիրը պետք է ներմուծում լինի, արտահանում պետք է լինի, առանց դրա չի լինի։ Եթե կառավարությունը ձեր հարցին շտապեք լուծում չտվեց, ինչ պետք է անի։ Ուրեմն պետք է նստենք, ոնց որ սաղ անց ենք, ուրիշ բան չկա անելու։ Ով առողջություն ունի ու այդ բանվորություն անի, ով չունի, ամեն մեկը մի բան անի։ Բայց սրա որոշումը պետք է կայացվի անպայման։ Բայց քան շոֆեր, այս շոֆերները հաշվին է սա ամեն ինչը գալի։ Բայց սա այստեղ է բերում։ Ուտելիքից բերած, սկսված, խմելիքներից սկսած, ամեն ինչն դասից է գալի։ Երբևէ նման խնդրի բախվել եք, մինչ այս օրենքի ստեղծվել է Ռուսաստանում։ Դե Ռուսաստանը սենց է, հիմա մենք տամոժնի անցնելուց մեզ ասում են ձեր վրա չի ազդում։ Բայց պաստորեն սուտ է, սաղից վրա էլ ազդում է։ Մեզ ասում են այդպես բան չկա, շոֆերների վրա չի ազդում, ավտոբուսի շոֆերների վրա չի ազդում, բայց լավ էլ ազդում է։ Լարսի տամոժնի, ռուսը։ Բայց իտոգը ռուսագալի, որ սաղից վրա էլ ազդում է։ Հիմա եթե նորից եմ ասում, այս շոֆերները չլեն, ներմուծում չեղավ, արտահանում չեղավ, լավ, հեսա մեկը իմ թորս կող է սա, այս երեխեքը ոնց են ապրելու, սենց մենակ մի հեշ չունեն, այս սաղս էլ ունենք։ Ձեր գործընկերներից նշեցին, որ իրենց համար տարբերություն չկա, թե կառավարության ղեկին ով է, այլ կարևորը, որ իրենց հարցին լուծում տրվի։ Դուք էլ եք այդպես մտածում։ Մի հատ նորից կկրկնեք հարցը։ Նշեցին, որ իրենց համար տարբերություն չկա, թե կառավարության ղեկավարը ով է, իրենց համար կարևորը, որ իրենց հարցին լուծում տրվի։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Գիտեք ինչ կա։ Իմ համար մեկ չի։ Որտեվ ես իմ համար անձամբ մեկ է, բայց քանի որ ես ունեմ հենց անձամբ ես 5 թոռ, իմ համար մեկ չի կարող լինի, որ ղեկավարը պետք է այնքանից լավ ղեկավար լինի, որ ամենտեղ ոտնահար չլենք։ Մենակ այս հարցի լուծումը չի, բայց ոնց տանում ենք, հələ հարցի լուծում չկա։ Դի մի քիչ էլ մտածեն է ժողովրդի մասին, որ լավ ասենք մենք չենք դեպորտ չենք եղել, էլի գնում ենք ընդ, բայց էլի նույն հարգանքն ենք տանում։ Հարգանք, որը որ չենք տնում ընդհանրապես։ Մեր ազգի հանդեպ։ Իմինը հայ ազգի հանդեպ ոչ միտեղ հարգանք չկա այսօր։ Իսկ ինչի՞ եք դա։ Ինչի՞ երևակայի մեր ղեկավարության հետ։ Անձամբ ես այդպես եմ մտածում։ Չեմ ուզում հին ու թազա անեմ, բայց եթե ասենք տան գլխին գոյություն ունի հայրը պինդ է լինում, ուրեմն իր ընտանիքին ոչ մեկ ոչի բան չի կարող ասի։ Այսօր նույնը մեր երկիրն է, եթե մեր երկրի գլխի նորմալ ղեկավարը լինի, սաղ տեղերն է նույն հարգանքը կունենանք։ Այդ ձեր ասած նախկին ժամանակում երբևէ այսպիսի վերաբերվում։ Նախկին ժամանակներում սա զբան ընդհանրապես չի եղել։ Ես 2000 թվականից Ռուսաստան գնում գալիս եմ, այդպես զբան չի եղել։ Հələ հակառակը հայային տենում ասում են հայ ազգուշ եղեք կամ հարգեք։ Իսկ հիմա հարգանք չկա։ Ու մի քանի տարի է այդ հարգանքը որ չկա։
Այնքան որ աշխատում ենք մի կերպ։ Պետքան բան։ Կներկայանաք Հարությունյան Կարեն։ Պահանջսենա սահմանափակումը գոնե սարքեն 170 օր, որ Լուբո շոֆեր կարողանա ազատ գնա, հանգիստ գնա գա, ոչ թե մտածի վայ, այսօր դեպորտ կանեն, ստեղ 20,000 կուզեն, ընդեղ 20,000 կուզեն։ Լավ, ասենք մենք շոֆեր ենք, հասկացանք, մեզ դեպորտ ալի, բայց ֆիրմաները, հիմնարկները բա։ Էյա հիմնարկ ինչքան փող ուղարկի, որ դու կարողանաս ամեն պոստ անցնես։ Նա օրինական տուգանք չի անում, դա ասում է 20,000 տուր, գնա, անձամբ ինձ են ասել։ 20,000 տվեք ամեն ավտոն, գնացեք, չէ, ուրեմն գնում ենք բաժին։ Լավ, ես ինչքան հիմնարկից փող ուզեմ։ Այդ Ռուսաստանի անցակետը։ Այդ Ռուսաստանի անցակետը, այդ Արաղի պոստ կոչեցյալը։ Եթե հալավ 20,000 տամ, հարց եմ տալի ասում մինչև Լարսի տամոժնի դու տերեք մեզի։ Ասում ես ո՞ս կարամ տերել եմ, կարող եմ մի կիլոմետր ենքոն գային բռնել նույն բանը անի։ Լավ, շոֆերը կամ հիմնարկի տերը հո կրակը չընկավ։ Պաստորն աշխատում ենք իրանց համար։ Հակառակ դեպքում ստացվում է ֆուրապը թողեն այն մի հատվածում, ձեզ ասինքն ուղարկեն արդեն Հայաստան, այդպես է նա։ Դե հակառակ դեպքում գիտեք ոնց ասեմ։ Ճիշտ տարբերակը ասենց էր, որ մենք տամոժնի անցնում ենք, տամոժնին ասի, հարցնում ենք, ասում ենք, «Էդի մեր վրա ազդում է այդ 90 օրը», ասում է չէ։ Իսկ եթե ժամանակին ասեին, հա, գոնե մենք էլ մեր հաշվարկը կունենայինք, այդ պեչատներով, որ իրանք ստուգում են, այդ հաշվարկներով մենք էլ մի բան կանենք։ Ոչ թե սենց գայինք, այսօր տուպիկի առավ, հեսա, նախ դիմը, ես դեպորտերից եկել եմ, 5 տարով։ Հետո հիմա այսօր ղեկավարությունը իշնի ու ինձի հարցի պատասխան տա, ես 5 տարի տուն ոնց եմ պահելու կամ լուբոյ շոֆերը, այսպես սաղ շոֆերները ոնց են անելու։ Բայց կնայեք, ձեր հաշվարկը ոնց անեք, այդ ինձ է կարող է եղանակային պայմաններից ելնելով։ Դե հաշվարկը սենց է, եթե 90 օր է, մենք գնացինք եկան 20 օր տևեց, 20 օր հետո մենք կարող ենք մի գանք մի 15-20 օր ստեղ գոնե հանգստանանք կամ ասենք ոչ թե տանջամը հալելով այդքան գանք։ Գոնե այդ 90 օրը կպահպանենք։ Բայց էլի չենք կարա։ Սս մատ կատակի տված կա, մեր շոֆերներից մարդկաս մայր համ կնգաս է պրավահան են, որ 6 ամիսը ես կշեմ, 6 ամիսը կնիկս։ Եթե խելքի մոտա թող, ուրեմն սաղից բերեն հեծանիվ բաժանեն, հելնենք հեծանիվնով հետանք ռեսին։ Ծավը տնեմ, հեծանիվով չի հարց լուծվում։ Եթե ֆուրա 13 մետրանուց ավտա, թող մեկն ու մեկը գա քշի հելի, այսպես մարդկանց ավտոն քշի։ Մենակ խոսքերով չի։ Բանգալով չի, հեծանիվ քշելով չի, այս ժողովրդին տեր կայնենք։ Այսօր ամբողջ սեպոշկեն գալիս է սաղ ֆուրի շոֆերներից, ներմուծում են անում, արտահանում են անում, հա հետո բայց սաղ մնաց։ Դե եկեք սաղսыз դնենք, մենք մեր ունեցածը ուտենք, պրծնենք, բա մնացածը։